Եվ այսպես Էրդողանական խումբը ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն Նիկոլ Փաշինյանի հերթական դիվանագիտական ձեռքբերումը, հարգելի հեռուստադիտողներ, ինչպես եւ երեք արդեն խոսել էինք, Հայաստանի Հանրապետությունը ակնհայտորեն մտնում է նախընտրական շրջան։ Քաղաքական դիսկուրսը գնալով ել ավելի է հարստանալու, ինչպես նաև իրադարձությունները գնալով ել ավելի բաց, թափանցիկ են լինելու, իշխանություններն էլ ստիպված են լինելու որոշ հարցերում շատ ավելի անկեղծ լինել, նաև իրենց ընտրողների հետ, հենց այդ հանգամանքներից ելնելով ամենավառ օրինակներից մեկը հետևյալն է, երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխում, այլ ոչ թե նոր սահմանադրություն, բայց արդեն մի քանի օր է Արարատ Միրզոյանից մինչև Նիկոլ Փաշինյանը ասում են, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որտեղ հղում չի լինելու անկախության հռչակագրին, հռչակագիր, որում մենք խոսում ենք որպես հավաքական միավոր հայ ազգը, խոսում ենք հետևյալի մասին, ցեղասպանության մասին, խոսում ենք Արցախի Հանրապետության հետ վերամիավորման մասին։ Այս հարցի վերաբերյալ հետաքրքիր գնահատականներ էր տվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ընդհանրապես խասյաթ են դարձրել։ Փաշինյանն է այստեղ թուրք լրագրողներին հրավիրում, Արարատ Միրզոյանն է թուրք լրագրողներին հարցազրույց տալիս։ Միրզոյանը այնտեղ թուրքական կողմին բացի նրանից, որ իշմար էր տալիս, ասում են ժողովուրդ ջան, դե ընտրություններ են մոտենում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության ժամանակաշրջանն էլ ինքը որոշակի առումով ավարտվում է, եւ եթե մենք չկարողանանք ինչ-որ մի փաստաթուղթ ներկայացնել մեր քաղաքացիներին, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է եւ կանգ առնել, այլ կերպ ասած քաղաքական առևտուր էին առաջարկում, ասում են մեզ մի բան տվեք, որ մենք վաճառենք մեր ժողովրդի վրա, դրանից հետո մենք կկարողանանք վերարտադրվենք, բայց բացի այս ամեն ինչից Արարատ Միրզոյանը նաև հետաքրքիր մի արձանագրում արեց, նա նշեց, որ կառուցողական դեր կարող է ունենալ Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Նախ արձանագրենք հետևյալը, որ Արարատ Միրզոյանը փաստացիորեն հաստատում է այն, ինչ դեռևս 2024 թվականի աշնանը ասում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանով Փաշինյանի հետ թուրքական տանը տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցների հետ զրուցելիս պատմել էր, թե փակ դռների ետևում ինչ է Նիկոլ Փաշինյանը խնդրում թուրքական կողմին, իսկ Նիկոլ Փաշինյանը փաստացիորեն հետաքրքրություն էր ցուցաբերել նրանում, որ Թուրքիան իր հնարավորությունները օգտագործի եւ նպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Արարատ Միրզոյանը սա ընդունում է, փաստացիորեն ընդունում է միայն 2025 թվականի գարնանը, այսինքն Ռեջեփ Տայիպ Էրդողանը Նիկոլ Փաշինյանից եւ Արարատ Միրզոյանից շատ ավելի անկեղծ էր եւ շատ ավելի շուտ տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ինչ է իրականում Նիկոլ Փաշինյանը փակ դռների ետևում խնդրում պաշտոնական Անկարային։ Բայց հիմա բովանդակային առումով փորձենք հասկանանք Արարատ Միրզոյանի ասածների հետևանքները։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ այն պահը, երբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին փոխանցեցին իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը իր թիկունքում ուներ Արցախի Հանրապետություն։ Արցախյան հարցով էլ զբաղվում էր մի կառույց, որը լիազորություններ ուներ զբաղվելու այդ կառույցով, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է։ Հիշում եք ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի փաստացիորեն մայիսի 8-ից, մայիսի 9-ից սկսած։ Ժողովրդական լեզվով ասած մուննաթ էր գալիս նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, ասում էր, մենք էլ պետք է բացատրեք, այդ ինչ սկզբունքներ են, որոնց հիման վրա պետք է կարգավորվի Արցախյան խնդիրը, դուք ոնց եք ընկալում այդ սկզբունքները, Ադրբեջանը ոնց է ընկալում, մենք ոնց ենք ընկալում։ Ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ մանդատի ճշգրտման հարցն է, այսինքն նա ռմբահարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը անում էր այն, ինչը տասնամյակներ շարունակ անում էին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Նա դա անում էր 2018 թվականի գարնան իրադարձություններից հետո, իսկ 2025 թվականի գարնանը մենք արդեն եկել ենք մի իրավիճակի ենք հասել, երբ որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել, դե Արարատ Միրզոյանն էլ ասում է, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այսինքն, տեսեք, մենք բովանդակային առումով ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հարցով, մենք լուծարում ենք, Արցախն էլ դե արդեն հանձնել ենք Ադրբեջանին։ Դրա փոխարեն համաձայնվում ենք, որ ստեղծվի ճակերտավոր էրդողանական խումբը, որը զբաղվելու է արդեն Հայաստանի Հանրապետությունով, Հայաստանի Հանրապետության ճակատագրով, մեր բոլորիս ճակատագրով։
Հարգելի հեռուստադիտողներ, սա հստակ պետք է արձանագրենք։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գտնվում է նախընտրական փուլում, նախընտրական ցիկլում, եւ շատ կարեւոր է այս նախընտրական ցիկլի շրջանակներում հասկանալ, թե ով ինչ կարող է անել եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ իրողությունները, եթե քաղաքական իրողությունները չփոխվեն։ Տեսեք, կա առնվազն հիմնավոր կասկած հասարակության զգալի հատվածի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարող բարելավել ստեղծված իրավիճակը, նույնիսկ եթե մենք գալիս ենք, եթե մենք անմեղության կանխավարկածից ենք շարժում եւ կարծում ենք, որ միտումնավոր չի հասցրել Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակին, հասարակության զգալի հատվածը ակնհայտորեն կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը ունակ է դուրս բերել երկիրը այս իրավիճակից։ Դա իր հերթին նշանակում է, որ եթե քաղաքական փոփոխություններ չլինեն եւ իրապես ԵԱՀԿ Մինսկի խմբին գա փոխարինի Էրդողանական խումբ, որը պայմանական ենք մենք դա անվանում Էրդողանական խումբ, բայց որը իրականում բաղկացած է թուրքական պետական վերնախավից, իսկ թուրքական պետական վերնախավի համար հայկական պետականությունը իրենց սահմանների մոտ ոչ այլ ինչ է, քան ապօրինի շինություն, որը պետք է ոչնչացվի։ Հիմա եթե Հայաստանում քաղաքական փոփոխությունները ուշանան կամ տեղի չունենան, մենք պետք է հասկանանք, որ այդ Էրդողանական խմբին հնարավորություն ենք տալու Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերը կարգավորել։ Դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր առաջնորդ, անհրաժեշտ է նոր թիմ, որը ի թիվս այլնի եւ միգուցե նաեւ առաջին հերթին պետք է կարողանա այնպիսի հարաբերություններ ձևավորել պաշտոնական Մոսկվայի եւ պաշտոնական Թեհրանի հետ, որ մենք անվտանգային առումով վստահ լինենք մեր վաղվա օրվա կապակցությամբ։ Իսկ եթե դա տեղի չունենա, մենք ինքներս մեզ հետ առաջին հերթին պետք է անկեղծ լինենք եւ հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է արևմտյան Հայաստանի ճակատագրին արժանանալ։ Մտածեք այդ մասին։